Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Դեկտեմբերի 20 Հավիտենական սիրով սիրել եմ քեզ Երեմիա 31:3 Երբեմն Տեր Հիսուսն իր եկեղեցուն վստահում է սիրո մասին իր մտքերը Նա այդ մասին ասում է ոչ միայն նրա մեջքի հետևում, այլև նրա ներկայությամբ Դու գեղեցիկ ես, ով իմ սիրելի Նրա սերն իմաստուն է և նա գիտի երբ խոսել սիրո մասին և երբ լռել Սակայն երբեմն նա դա որպես գաղտնիք չի պահում և այն լցնում է իր ժողովրդի սրտերի մեջ առավելագույն պարզությամբ Սուրբ Հոգին ամենայն բայրացակամությամբ վկայում է մեր հոգուն Հիսուսի սիրո մասին բացառելով և ցույց տալով մեզ Քրիստոսի շատ հատկանիշները Ընդ որում մենք ձայն չենք լսում երկնքից Մեզ գիշերային տեսիլքներ չեն հայտնվում Քանի որ հոգուց ստացող վկայությունն անհամեմատ ավելի համոզիչ է Եթե հրեշտակն իջներ երկնքից, որպեսզի հավատացյալին տեղեկացներ իր հանդեպ Փրկչի սիրո մասին, ապա այդպիսի վկայությունը ևս ավելի համոզիչ չէր լինի, քան Սուրբ Հոգու օգնությամբ սրտում ծնվածը։ Հարցրեք բացառիկ բարեպաշտ կյանքով ապրող քրիստոնյաներին, և նրանք ձեզ կվկայեն, որ Հիսուսի սերն իրենց հանդեպ այնքան ակնհայտ է, այնքան համոզիչ, որ այդ սիրո հարցում չնչին կասկածն անգամ հավասարազոր կլիներ սեփական գոյությանը կասկածելուն։ Սիրելի ընկեր, ես և դու մեկ անգամ չէ որ զգացել ենք Տիրոջ բարեհաջող ներկայությունը, ինչի արդյունքում մեր հավատը հասել է համոզվածության բարձրակետին։ Մենք վստահությամբ մեր գլուխները խոնարհեցրել ենք Հիսուսի կրծքին, չունենալով անգամ չնչին կասկած մեր Տիրոջ սիրո հարցում, ինչպես կասկած չի ունեցել Հովհաննեսը, որ հենվում էր նրա կրծքին, որն ի պատասխան Քրիստոսի հայտնությանն այն մասին, որ իրենցից մեկը մատնելու է նրան, հարցրեց. Տեր, ո՞վ է նա։ Փառք Աստծո, այդ մռայլ հարցը մեզ չի վերաբերվում։ Իր բերանի համբույրներով նա համբուրել է մեզ և նրա նուրբ գրկում մարել է մեր բոլոր կասկածները։ Նրա գուրգուրանքը մեր հոգու համար գինուց քաղցր է եղել։